18 տարեկան եմ եղել, որ տարալ են, բերել են Երևանից տարալ Դիլիջան, 3 ամիս, պարապվել են, մեկ ուզում էիք որ տանեմ պատերազմը, շատ էին չարչարում, սովորացնում են էլ, լապարկում էիք տրիվոգա, դե բոլորս 18-19 տարեկան երիտասարդներ եկել էլի, տարալ են Կերչը, 42 թիվի աշունը գնացել եմ, մինչև 46 թիվը, դե աշխարհից հիմա շատ ծանր վիճակա, ես չեմ կարալ ոչ մի բան ասեմ, օրինակ, Ալիևի տղան, շատ դավաճանա, հերը այդպես չիլել, հերը Իրակինը, Զյունփրա Ալիևին, թույնալա, գնացա Գարբաչովին կնոջ քույրու առալ, հա, ես չեմ վախում և չեմ էլ ամանչում, հա, որ Զյունփրա Ալիևը իմացալա, որ Գարբաչովը ինչ էր անում, դրա համար այդպես են արալ, և Գարբաչովը ասալա, ոնց անեք, որ աշխարհը պտտեք, Ալիևն ասալա, եթե հայը թուրքը կռվությունեք, ոչ իրար դուշման անեք, ոչ մնձևի չեք կարալ, 3 օրի պատերազմնա գնացա Սումգայիթում, ամսի 26-ին սկսելա, մինչև 28, Գարբաչովն ասма մի ժամը մուշացավ, իրենց սարկած գործերն էլ, եթե հայը Ռուսաստանից կտրվեց, լավ չի լինելու, հայը Ռուսաստանի պոչը պետի չի թողնի, Ռուսաստանն հայոց, Հայաստանը Ռուսաստանի վարոտն է, պատերազմի ժամանակ Ստալինը լրիվ հալիվորնեն կաղնացրալա Իրանում, Թուրքիայի դեմ, որ Թուրքիան չկարողանա շարժվի, հա, Ստալինի պոլիտիկան շատ է եղել, Ռուսին պետի բաց չի թողնեք, Ռուսն է հային պահում, պատերազմի ժամանակ մին ընգելա մոտուս չի պայթալ, վերեմ կացա պախա, խե ես ինչ եմ, հերոս եմ, չէ, ես աստուծու պահազն եմ, ես աստուծու մարդ եմ, և դրա համար էլ առավոտնել եմ աստված կանչում, երեգյուննել եմ աստված կանչում, նստում եմ հացոտում ասում, փառք քեզ Աստված,